Պետյան դուք ձեր կոմիտեն զբաղվում է կոռուպցիայի դրսևորումների վերհանմամբ եւ նրանց նկատմամբ ուսումնասիրություններ եւ հետեւաբար պատասխանատվություն ենթարկելու գործունեությամբ։ Հիմա հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օրենքում հոդված 6.1 երրորդ մասով ասվում է. Վարչապետի պաշտոնավորման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաեւ նրան ուղեկցող ընտանիքի անդամներին։ Եվ միևնույն ժամանակ ընտանեկան օրենսդրությունը նշում է, որ ընտանիքի անդամներն են ամուսիններ, զավակներ, ծնողներ։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, ինչ իրավական հիմք կար Աննա Հակոբյանի անվտանգության ապահովման վերաբերյալ, հա, ինչ իրավական հիմքով է նրա անվտանգությունը ապահովել, նա համարվել է համատեղ բնակվող ընտանիքի անդամ, թե ինչ հիմքով է արվել եւ գիտենք, որ բավականին մեծ գումարներ են ծախսվել այս տարիների ընթացքում նրա անվտանգությունը ապահովելու համար, արդյոք դա դուք դիտարկում եք որպես կոռուպցիայի դրսևորում, թե ոչ, որն է իրավական հիմքը, եթե ոչ։ Դինք ուրան ձեր հարցի հասցեատերը ես չեմ ըստ էության, այդ հարցը կարող եք տալ պետական պահպանության ծառայությանը, ես ձեր հարցադրման մեջ որևէ կոռուպցիոն երևույթ չտեսա առնվազն, բայց նաև պատասխան ինձանից պետք չի ակնկալել իրավակարգավորումների մասով, շնորհակալություն։ Պարոն Նահապետյան, ես հենց այնպես հարցը չտվեցի, որովհետև օրենքում լրիվ այլ բան է գրված, միգուցե տեղյակ չեք, բայց ես ասեմ, որ օրենքի հստակ խախտման մասին եմ ես խոսում։ Ընտանեկան օրենսդրություն հոդված 1 ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնությունը։ Եթե մինչև այդ զույգի հայտարարությունը, որ իրենք քաղաքացիական գրանցման ակտերում չեն գրանցել իրենց ամուսնությունը, դա հայտնի չէր եւ երևի թե ուշադրության արժանի չէր, որովհետեւ ոչ մեկի մտքով չի անցնում, ամեն դեպքում արդեն գրեթե կես տարի, եթե ոչ ավել, հայտարարվել է այդ մասին հենց այդ զույգի կողմից, որ իրենց ամուսնությունը գրանցված չէ։ Հետևաբար իրենց նկատմամբ անվտանգության ապահովումը արդեն օրենքի հստակ խախտում է եւ այդ օրենքի հստակ խախտումը դուք դիտարկում եք որպես վարույթ ստեղծելու հիմք։ Շնորհակալություն ավելի մանրամասն ներկայացնելու համար, Տինք ուրեղան, բայց դրանից իմ պատասխանը չի փոխվում, ես այս մասով այդ ձեր հարցադրումներին իրավասու չեմ այս բանին պատասխանել, եթե ունեք ու գտնում եք, որ կան հիմքեր, որպեսզի մենք նախաձեռնենք քրեական վարույթ, կոռուպցիոն որևէ հանցագործության դեպքով, ապա խնդրում եմ գրավոր սահմանված կարգով քրեական դատավարության օրենսգրքի գրավոր հաղորդում ներկայացնել հակակոռուպցիոն կոմիտեին, այդ հաղորդման կապակցությամբ կայացվի համապատասխան դատավարական փաստաթուղթ եւ կտրամադրվի ձեզ, դուք էլ ըստ այդմ կորոշեք ձեր հետագա գործողությունները։ Ուրիշ որևէ պատասխան չունեմ, շնորհակալություն։